Ողջույն սիրելի հայրենակիցներ, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով առաջինի եթերում պատմության վկաները հեռուստանախագիծն է։ Հայաստան աշխարհում կան բնակավայրեր, որոնք գրեթե չեն նվաճվել օտարների կողմից։ Այդպիսիներից է Արցախ աշխարհը կամ Խամսայի մելիքությունները։ Հայոց ստեղծագործ միտքն այստեղ արարել է եկեղեցի ու դպրոց, իսկ դրանց կողքին ամրոցներ, որոնցից շատերն անցնելով բազմաթիվ կռիվների միջով գոյատևել ու հասել են մեզ։ Գծելով նոր երթուղի, սկսում ենք մեր այցը հայոց բնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ հին ու նոր, հայտնի ու անհայտ Արցախ աշխարհ, որն առ այսօր անառիկ բերդերի, հոգևոր կենտրոնների, գեղատեսիլ անտառների ու հյուրասեր մարդկանց երկիր է։ Ուրեմն դեպի Արցախ։ Պատմական Արցախի տարածքում մի քանի տարի առաջ հայտնաբերվեցին մի քաղաքի ավերակներ, որի շինարարությունը վերագրվում է Տիգրան Մեծին։ Խոսքը հայոց մեծ արքայի կառուցած գրանակերտներից մեկի մասին է։ Տիգրան Մեծի Արցախի տարածքում դեռևս մեր թվարկությունից առաջ 70-ական թվականներին Տիգրանակերտի որոնումները արդյունք տվեցին 2005 թվականին, երբ հայ գիտնականների աշխատանքների շնորհիվ հողի հաստ շերտի տակից սկսեցին երևալ նրա պատերը։ Գետնի տակից վեր հառնող կառույցները և նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ բնակավայր։ «2008 թվականին այստեղ գտնվել է Արցախի ամենահին գրավոր արձանագրությունը, որից հետևում է, որ այս տարածքը եղել է վաղ քրիստոնեական մշակութային կենտրոններից մեկը, որտեղ հայեր են ապրել։ Տիգրան Մեծի հրամանով Արցախում կառուցված Տիգրանակերտի մասին գրավոր տեղեկություններ են թողել 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը, ապա Մովսես Կաղանկատվացին։ Տիգրանակերտը եղել է սպիտակ քաղաք։ Պեղումները Երևան են բերել հզոր, հարուստ և գեղեցիկ քաղաքի պատկերը։ Քաղաքի միջնաբերդի պեղումների ամենամեծ հաջողությունը ավելի քան 9 մետր տրամագծով շրջանաձև աշտարակի հայտնաբերումն է, որի պատերը կերտված սրբատաշ ու ծիծեռնակապոչ միացումներով պահպանվել են մինչև 5 շարք բարձրությամբ։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը իր նշանակությունը պահպանել է մինչև 15-րդ դարը։ Արդեն 18-րդ դարում այն որպես ամրոց լրիվ մոռացության էր մատնվել։ Տեղի թուրքերը տեղանքը Տնգռնակերտ էին կոչել։ Տիգրանակերտի աղավաղված տարբերակն է։
Այսօր Տիգրանակերտում պեղումները շարունակվում են։ Հնավայրում ավելի քան 4000 հեկտար տարածքում արգելոց ու նաև թանգարան է հիմնվել, որտեղ պահվում են հնագիտական պեղումների արդյունքում ստացված նմուշները, որոնցից կարևորվում է հատկապես Արցախի մասին ամենահին հիշատակության արձանագրությունը։ Մենք գտնվում ենք թանգարանում, որտեղ ցուցադրվում են Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Վաղ քրիստոնեական շրջանում հայտնաբերվել է կավե սկավառակ, որի մի կողմում պատկերված է խաչ, մյուս կողմում մի մորուքավոր տղամարդ, եւ հայերեն գրած է. «Ես Վաչեն, ծառան Աստծո»։ Գտածոները թույլ են տալիս կարծելու, թե այստեղ քրիստոնեական վաղ շրջանում խոշոր ուխտատեղի սրբավայր է եղել, խաչապաշտության կենտրոն։ Քիչ ցածրադիր մասում 18-րդ դարի պարսկական ամրոց է, որը վերագրվում է Փանահ շահին։ Ամրոցն այդ փոքրիկ է ու գողտրիկ, քառանկյուն է և բոլոր կողմերից երևում է 3 հաշտարակ, որոնք իրար են կապված բարձր պարիսպներով։ Ընդհանուր առմամբ 8 հաշտարակներից 7-ը շրջանաձև են, մեկը քառակուսի։ Ողջ կառույցը սպիտակավուն քարերից է, թե հաշտարակները, թե պատերը ատամնավոր վերնամաս ունեն ու հրակնատներ։ Փանահի միջնաբերդ ամրոցն ընդամենը 1 մուտք ունի։
Մեր անելիքը ավարտել էինք, ուսումնասիրել ամրոցն ու տեղանքը։ Տունդարձի ժամանակն էր։ Այս անգամ մեր ճանապարհն անցնելու էր Քելբաջարով, ներկայիս Քարվաճարով։ Հադրութում նկարահանումները ավարտեցինք, առջևում Մարտակերտն էր, որտեղ որպես նկարահանումների վայր էինք ընտրել մի քանի ամրոց ու եկեղեցի։ Ամրոցներից առաջինը Կաչաղակաբերդն էր, որտեղ հասնելու համար 6 ժամ պահանջվեց։ Խաչեն գետից ոչ հեռու, ավելի քան 1700 մետր բարձրությամբ լեռնագագաթին կառուցված այս ամրոցը մուտք է ունեցել միայն մեկ կողմից, մյուս կողմերից անմատչելի ժայռերն են 50-ից 60 մետր բարձրությամբ։ Կաչաղակաբերդի մասին առաջին հիշատակությունը Արցրունյաց տան պատմության մեջ տվել է Թովմա Արցրունին։ Հայտնի է, որ այն եղել է աղվանաց իշխան Վարազ Տրթատի սեփականությունը, ապա անցել է նրա կնոջը, որից հետո այստեղ իշխել է Վարազ Տրթատի փեսան, Սահլ Սմբատյանի որդի Ատըրներ Սեհը։ Պատմությունից հայտնի է, որ դարեր շարունակ Կաչաղակաբերդը պատկանել է օտար նվաճողներին։ Կիրակոս Գանձակեցին եւս հիշատակում է Կարթալ գետի ափին գտնվող Բերդաքաղաքը։ Ըստ նրա, Ջրաբերդը, Ակնաբերդը, Կարկարը հետ բերելու նպատակով իշխանած իշխան Հասան Ջալալյանը մեկնում է Բաթու խանի մոտ, ապա Կարակորում Մագնու խանի մոտ։ Պահպանվել է նաև մի ուշագրավ ավանդություն, որի համաձայն ամրոցը կարող էր պաշտպանել անգամ մեկ մարդ, քանի որ դեպի դուռը տանող նեղլիկ կացանով միայն մեկ մարդ կարող էր քայլել։ Ու այս ամրոցը գրավելու միակ ճանապարհը երկարատև շրջափակումն է եղել, ասվում է ավանդության մեջ։ Մի անգամ թշնամին փորձել է գրավել ամրոցը, սակայն բերդապահները երկար ժամանակ պաշտպանվել են եւ ապա սովից ու ծարավից կոտորվել։ Դիակների վրա հավաքված կաչաղակների բազմությունից է թշնամին գլխի ընկել, որ քաղաքում այլևս կենդանի մարդ չկա, ու մտել է ամրոց, այն հետագայում կոչելով Կաչաղակաբերդ։
Այսօր կարելի է խոսել այն մասին, որ Կաչաղակաբերդը մի քանի փուլով է կառուցվել, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր մակարդակներում։ Ներքին հարթակում հայտնաբերվել է թոնիր 12-14-րդ դարի բազում նմուշներ, այդ թվում մոնղոլական տիպի նետասլակ եւ չինական սելադոն։ Ինչը թույլ է տալիս պնդել, որ ամրոցը կառուցվել է առևտրային խոշոր ճանապարհի վրա։ Մեզ հասած ավերակներից կարելի է դատել ամրոցի երբեմնի անառիկության մասին։ 19-րդ դարից սկսած ամրոցն անբնակ է դարձել եւ սկսել է ավերվել։ Հայտնի ճշմարտություն է, որ կան կոթողներ, որոնք խորհրդանշում են տվյալ ազգի ժողովրդի իմաստությունն ու մտածելակերպը, դառնալով յուրօրինակ խորհրդանիշ։ Կաչաղակաբերդից ոչ հեռու գտնվում էր մի կառույց ևս, որը շրջանցել չէինք կարող։ Գանձասարը, Արցախ աշխարհի այս հոյակերտ համալիրը մեկն է դրանցից։ Ներկայիս տեսքով Գանձասարը 13-րդ դարի կառույց է։ Նախաձեռնողը Արցախի ամենահայտնի մելիքներից մեկն է եղել Ջալալ Դոլա Հասանը։ Համաձայն արձանագրության մելիքին ու նրա մայր Խորիշահին Գանձասարում եկեղեցի կառուցելու պատվերը տվել էր նրա հայրը Վախթանգը։ Հետագայում այն դարձել է Խաչենի իշխանների տոհմային գերեզմանատունը։ Ժամանակի մատենագիրները հիացմունքով են արտահայտում համալիրի մասին, իսկ Կիրակոս Գանձակեցին հիշատակում է, որ դրա օծման արարողությանը 700 բարձրաստիճան այր էր ներկա։ Ըստ որում խոսքը տեղական նշանակության այրերի մասին չէ։ Հրավիրվածների թվում էին աշխարհիկ ու հոգևորական բարձրաստիճան այրեր հարակից երկրներից, որոնց մեջ է եղել նաև Աղվանի պատրիարքը։ Այստեղ կրոնական կենտրոն էր եղել ավելի վաղ շրջանում, 10-ից 11-րդ դարերում, ինչի վկայությունն է Գանձասարի մերձակայքում այդ ժամանակաշրջանում թվագրվող խաչքարերի առկայությունը։ Պատմությունից հայտնի է նաև, որ վաղ ավելի հին շրջանում այստեղ գոյություն ունեցած Գանձասարը քաղաքական եւ հոգեվոր վերնախավի հանդիպելու հիմնական վայրերից էր։ Հիշատակություններ են պահպանվել այն մասին, որ տարածաշրջանի համար դժվարին օրերին կամ կարևոր հարցեր քննարկելու ու լուծելու համար Աղվանաց պատրիարքը այստեղ էր հրավիրում Արցախի հայ վերնախավին։ Ավելին,
15-րդ դարի դարասկզբին այն աղվանած պատրիարքի նստավայրն էր։ Ինչպես բազում այլ վանական համալիրներ, Գանձասարը ևս ներգրաված էր ազատագրական պայքարում։ Հայտնի է, որ 17-րդ դարում Գանձասարի Եսայի վանահայրը ազատագրական պայքարի առաջնորդներից էր և ռուսամետ քաղաքականության ջատագով։ Իսրայելորին այստեղ է ձեռնարկել Ռուսաստանի հետ բանակցությունների ուղղությամբ առաջին քայլերը։ Այսօր եկեղեցին հիանալի պահպանված է և գործող է։ Նրա դռները բաց են բոլորի համար։ Ասենք, իսկական սրբավայրը ուխտավորի պակաս երբեք չի զգում։ Պատմության վկաների ասելիքն այնքան անսպառ է, որքան մեր ժողովրդի հազարամյակներ ձգվող պատմությունը։ Իսկ այն երբեք չի սահմանափակվում եղածով։ Այսօր հայտնաբերվել է Տիգրանակերտը, որը 100-ամյակներով լռել էր հողի տակ։ Վաղը կպեղվեն հնամենի նոր գանձեր, նոր վկայություններ։ Ուրեմն, մինչ նոր վկայություններ։